Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում մեր բոլորի զգացողությունները նույնն են։ Մենք հայտնվել ենք խորը ճգնաժամային իրավիճակում և այս իրավիճակը բնականաբար մենք խորը գիտակցելով այս նոր իրողությունները և նոր մարտահրավերները գիտակցելով գիտակցում ենք նաև, որ մեզանից յուրաքանչյուրը անելիքներ ունի։ Սիրելի հայրենակիցներ, անկախ ոլորտներից, անկախ բնագավառներից, անկախ նրանից, ով նախկինում ու ներկայում ինչով է զբաղվել, մենք չպետք է լինենք անտարբեր ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Մենք պետք է գիտակցենք, որ միասնականությամբ, միասնական ծրագրեր քննարկելով, միասնական գործողություններ իրականացնելով մենք կարողանանք դուրս գալ այս իրավիճակից և ցանկալի արդյունքներ գրանցել։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հրավիրել բոլոր այն անձանց, բոլոր այն կազմակերպության ներկայացուցիչներին, կոլեկտիվների ներկայացուցիչներին, ովքեր ունեն ասելիք, ովքեր ունեն ծրագրեր, այս բարդ իրավիճակը հաղթահարելու համար, հրավիրում եմ քննարկելու, հրավիրում եմ այս մտահոգությունները կիսելու և իհարկե միասնական աշխատելու։ Ես վստահ եմ, որ մենք Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կարող ենք բացառապես միատեղելով մեր բոլոր ուժերը, մեր կարողությունները գրանցել ցանկալի արդյունք։ Այն միջակությունները, այն բացթողումները, այն ճակատագրական գործողությունները, որոնք որ իրականացրել են ներկայիս իշխանության ներկայացուցիչները, այն միջակությունը, որ տիրում է ամենատարբեր բնագավառներում, այլևս անհանդուրժելի են։ Մենք պետք է միասնական կարողանանք ծրագրեր մշակել և միասնական կյանքի կոչել։ Սա է մեր հաջողության բանաձևը։ Սիրով սպասում եմ ձեր առաջարկություններին, ձեր մոտեցումներին և վստահ եմ, որ միասնական մենք կարողանալու ենք հաղթահարել այս իրավիճակը։ Կարող եք հղումով Facebook-յան ձեր նամակները ուղարկել կամ այն հեռախոսահամարով, որը կհայտնվի այժմ էկրանին։